Որ հելելա ասում է բանը 1.5 տարի եմ սարքում բանակը։ Արանգեր ջան, ով է այդ հաշվարկն արել, ինչքան է տուժում բանակը, ինչ, այսինքն այս մարդը գնում է բոլոր ուղղություններով կատարելու Ալիևի բոլոր հանձնարարությունները, որ հանկարծ իշխանությունը չկորցնի։ Ինչ ինքնիշխանությունը։ Նայ, պոպուլիստական քայլեր, պոպուլիստական, причем պիտի ամառվան ծններ, հիմա բերեց հունվար, չէ՞, այդ բանակի 1.5 տարին, հաշվարկ դրա տակ չկար։ Դուք օթում տրող իշխանություն եք։ Էնի օթում տրեցիք, որ իբր լավ է Ղազախստանից թող այդ ծորը գա։ Ուր արա հաշվարկը։ Հաշվարկը ուր է։ Ստեղ բանակից ինչքան հասկացող մարդ կա, ես չեմ մտնում այդ մարդկանց շրջանակների մեջ, բայց շատ մարդիկ, էքսպերտներ ասում են աղբեր ջան, սրա տակ հաշվարկ չկա։ Առանց էլ բանակի վիճակը վիճակ չի։ Ասում ես ժողովուրդը բան աղբեր ջան ակնհայտ չի կարելի չէ տենց կակիստոկրատիա է իր ասում դրան ոնց է դրա տերմինը կակիստոկրատիան ժողովրդի ամենացածրորդի կենսամակարդակը եւ ինտելեկտուալ մակարդակը ունեցողների իշխանությունն է այնքը դրա այդ սեգմենտի վրա աշխատող մարդ է որովհետեւ ակնհայտ է չէ որ ասենք նայ աղբեր հենց իրանք գալիս են իշխանության հենց իրանք մասին է էլի իրանք եկել են իշխանություն աշխատում են այդ որակի մարդկանց վրա որովհետեւ եթե դու այսօր գնաս հարցում անես ասես կուզեք բանակը դառնա 3 ամիս ճնշող մեծամասնությունը կասի կուզենք ախպեր, բայց չի շանկում որ արա իշխանությունը պետք է տենց առաջնորդվի։ Բա պետությունը չի կարա կառավարվի այն մարդկանցից, ովքեր գլուխ չեն անում այդ ոլորտից։ Դու դրա համար ես իշխանություն ու որոշ դեպքերում պետքա ոչ պոպուլար լուծումներ անես, ի շահը այն պետության, որը դու ղեկավարում ես, այն ժողովրդի, որը դու ղեկավարում ես, պատասխանատվություն պետք է ունենաս։ Այդտենց չի, ասենք ելնես մարդկանց ասես մարդիկ ովքեր չեն հասկանում տարբեր բաներից, կարան ասեն ախպեր ջան, էսի փագեք, էնի փագեք։ Բայց արի անկեղծ լինենք, այսօրվա բոլոր ծնողները ու աշխարհի բոլոր երկրներում ես վստահ եմ, որտեղ պարտադիր է զինծառայությունը, աշխարհի բոլոր երկրներում բանակի մասով ծնողների մեծամասնությունը 50+1%-ը կասի ես չեմ ուզում որ երեխան գնա հատկապես մայր ծնողների մասին ու հատկապես Նիկոլի օրոք դե չէ ես էլի չեմ ասում Նիկոլես ասում աշխարհում բոլոր երկրներում կլինի դա դե մեր մոտ էլ հատկապես իսկ ստեղ դու պատկերացնում ես պարզ չի մարդիկ բան կանեն այսինքն կարաս вообще բանակը միջև ընտրություններ Նիկոլ նա ինչ արա вообще բանակ ասա ոչ մեկ չի գնալու ընտրություններից հետո նոր բան կանես ոնց ես միջև ընտրություններից հետո էլ պետք չի բանակ ինչ են կանում այդ մտածում թուրք եկած հետո քեզ ասեմ ասենք այդ նույն լոգիկայով դու հել հարցերով ինքդ անթա ժողովրդի վրա չի տան որ բա ծնողները եւ հելի ասա ով է ուզում հարկերը դառնան 5%. Սա կասեն ուզում եք ախպեր չի ասի որտեվ այդ փող իրան պետք է իսկ բանակը իրան պետք չի սա հարց է սա ախպեր ջան որտեվ եթե մենք շարժվում ենք այդ տրամբանությամբ հելնում ենք հարցում ենք անում ախպեր ջան օրագիր ու բանը ապեսի երկիր օրագիր է ու հարցում ենք անում ասում գիտես չէ օրագիր օրաթերթը իրան նայել դե դա շատ նորմալ ներողություն դե օրագիրը ոնց ամ ելում են որ հարցումներ ա չէ՞ մարդկանց փողոցում մոտենում են որ հարց ա հել ասա կուզեք որպեսի հարկերը դառնան 5% բոլորը կուզեն ախպեր ջան բայց երկրի հերեկ անցվի չէ տնտեսապես հիմա այսին նույնն է դու ելես ասես ժողովուրդը ուզում է որպեսի տարի ախպեր ջան հաշվարկը դրա վրա եթե դու բացատրես նույնն էլ տնտեսությունում ասես ժողովուրդ հարկերը սարքում են 5% բայց բեսան փող եմ կպցրել տարին $1 միլիարդ եսի որ դες քերում բերում եմ հիմա ստեղ դու պետք է ներկայացնես չէ որ այդ սարքերես մեկուկես ոնց ես պահում ախպեր ջան դրա տակ հաշվարկ չկա բոլոր էքսպերտները ասում են որ դրա տակ հաշվարկ չկա ու դու ուղղակի քանդում ես բանակը